Այսօր հայոց ցեղասպանության 110-ամյակի առիթով եկած ենք հարգելու 1.5 միլիոն նահատակներու հիշատակը, անմեղ զոհեր, որոնց ճակատագիրը դրած էր գերբեթություններու խաչմերուկին։ Վան, Մուշ, Անի, Էրզրում, Բիթլիս, Տրաբիզոնդ, Կարին, Կարս պարբվեցան իրենց բնակիչներ են, անմարդկային ու բռնի միջոցներով, ուր Թուրքիա հարմար առիթը գտավ իրականացնելու իր հրեշային ծրագիրը, ոչնչացնել ամբողջ մի ժողովուրդ։ Պարյուշ Սևակը գրե, Գարյունա, ձունը արել, խոցեցին ու ճնծեցին, հատեցին հաստ ու բարակ, հոշեցին ու տանջեցին, հշրեցին տվին գրակ, վաթեցին արյուն արցունք, ներկեցին ձուր ու բարձրունք, քանդեցին երկինք մլուրդ, մորթեցին մի ժողովուրդ, հացարած մի ողջ աշխարհ սարքեցին փշրանք նշխար, սուրբ նշխար շամբերանում, ուզեցին մի հայն թողնել, այն էլ թանգարանում, Գարունա, ձյունը արել։ Գարուն է նաև այսօր, բայց վերածնվող գարնան գեղեցիկ բնությունն ու գարնանային արևն չեն ջերմացներ մեր սրտերը։ Ամեն մի հայ, ամեն մի ընտանիք, ապրիլ լսելիս սիրտը կսեղմվի, կհիշե իր ընտանիքի պատմությունը։ Իմ ընտանիքիս պատմությունը պատմեմ ձեզ։ Ամուսնուս մեծ հայրը Հովհաննես Մկրտիչյան բանի մեջ վաճառական էր, ուներ քյուրդ աշխատավորներ, իր կինը և գինեն հղի էր, իրենց առաջին զավակով։ Երբ հրաման եկավ պարպելու իրենց տներն ու բռնել գաղթի ճամփան, հավաքեցին քանի օրվա ուտելիք ու ճամփա ելան։ Բանալին նետելով տան կտուրը, որպեսզի երբ վերադառնան, դյուրուճամբ բացեն իրենց տան տուրը։ Գաղթի ճամփուն 24 ապրիլին ծնավ կիսուր մայրս, բայց իր մայրը չդիմացավ անտանելի պայմաններուն ու մահացավ արյունաքամ։ Ծնված երեխան աղջիկ էր։ Բոլորը խորհուրդ կուտային ձգել աղջնակին, քանի ան համենայն դեպս պիտի չդիմանար։ Հովհաննես մտիկ չրավ իրեն խորհուրդ տվողներուն, ուտերին տակ վերարգուի մեջ պահեց նորածինը ու ամեն անգամ, որ կաթ տվող մայրը կհանդիպեր, կխնդրեր նաև, որ կերակրեն իրեն նորածինը։ Ու այսպես զուր ու գիշեր քալելով հասան Երևան ու ապրեցին, ստեղծեցին նոր կյանք ու տարիներ չխոսեցան այդ դժբախտ ու տաժան օրերու մասին։ Մինչև իրենց կյանքի մայրամուտը, երբ այլևս ամոթ չէր խոսելու այդ մասին, ու անով պատմեցին ամեն բան։ Վերջը դեռ բաց է, 110 տարիներ վերջ, երկիրեն հեռու, այս օդարապերու մեջ կմնանք վանեցի, մշեցի, չինգելերցի։ Կհիշենք ու կպահանջենք արդարություն, կհիշենք ու կպատահանջենք հատուցում։ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը օրինակ դարձավ նոր բռնապետներու, նոր ցեղասպանություններու։ Հայոց ցեղասպանության հաջորդեց հրեաներու հոլոկոստը, ուր Հիտլեր կհայտարարեր, ով կհիշե հայերու կոտորածները։ Անկևերջ տեղի ունեցավ Ռուանդայի ցեղասպանությունը ու հետո Արցախի էթնիկ զտումը։ 120,000 հայեր ձգեցին իրենց տունը, պապենական փողն ու հազարամյա բանկերն ու եկեղեցիները քաղաքակիրթ աշխարհի անտարբեր ու մեղսակից աչքերուն առջև։ Արցախը, որ Հայաստան էր ու վերջ, դարձավ հանկարծ Ադրբեջան։ Ռուսաստանի Դաշնությունը հետապնդեց իր շահերը իր գազը ծախելով Ադրբեջանի միջոցով։ Արևմուտքի համար Տիկին վան դեր Լեյենի խոսքով Ալիևը վստահելի գործընկեր է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Թրամփի համար շատ հեռու են Արցախն ու Հայաստանը, եւ ինչու պիտի վշտացնի իր բարեկամ ու ընկեր Էրդողանը։ Ու այսպես 21-րդ դարու սկիզբին շարունակվեց 20-րդ դարու սկիզբ առած թուրք-ադրբեջանական դաժան ծրագիրը հայերու նկատմամբ։ Մեզ դավաճանեցին ու մենակ ձգեցին մեր հին ու նոր բարեկամները, լռեցին նաև միջազգային ատյանները, ինչու քրեական հարց չհարուցվեց Լահեի միջազգային քրեական դատարանի մեջ Ալիևի կատարած բռնի տեղահանման և էթնիկ զտման դեմ։
Ինչու աշխարհի բոլոր մարդու իրավունքներու պաշտպանները չծառացան պաշտպանելու հայու իրավունքները։ Ինչու լռեցին արցախցու իրավունքները պաշտպանելու համար։ Ինչու լռությունը գտիրե միջազգային մամուլի մոտ քաղաքական ու դատական բարձրագույն ատյաններու մոտ Բաքվի բանտերու մեջ հայ գերիներու կեղծ ու թատերական դատավարության մասին։ Իսկ Էրդողան հակած է իր միջազգային միջնորդի դիմակը ու ուր գռիվ կա ուզե միջնորդի տեր խաղալ ու բխտորչուրեն ցուկ որսալով կդառնա անհրաժեշտ ղեկավար տարածաշրջանի մեջ։ Գսեն ժամանակը չէ խնդիր հանելու, գսեն խաղաղության տարաշրջան է։ Գսեն անցյալը անցած է, նայենք դեպի ապագա։ 110 տարիներ հետո մեր վերջերը բաց են, չեն սվիանալ մինչև այն ադեն, որ արդարություն չէ եղած հայ ժողովրդի նկատմամբ։ 10 միլիոն հայության 7 միլիոնը կապրի սպյուրքի տարբեր երկրներու մեջ ցեղասպանության հետևանքով։ Թող ոչ ոք խոսի մեր անունեն, ով կրնա մեզ ստիպել լռել, պետք է ամեն տեղ քրեականացնեն հայոց ցեղասպանության մերժումը։ Հայոց ցեղասպանությունը վերանայելու առարկա չէ։ Պատմաբաններու կրկին ու կրկին ուսումնասիրության նյութ չէ։ Մենք գիտենք, աշխարհը գիտե, թե տեղի ունեցած է ցեղասպանություն։ Մենք կհիշենք ու կպահանջենք այս օտար ապերու մեջ իրենց արյունն ու քրտինքը շաղախելով իրենց նոր միջավայրին, ուր աշխատեցան, զարգացան ու զարգացին իրենց նոր միջավայրը ու դարձան ալբորվիլցի, մարսելցի կամ լիոնցի հայ ժողովուրդը դեռ ոտքի է, անսասան, անկոտրուն կամքով, պահանջելով արդարություն և հատուցում։ Այլևս դժվար է մեզ հավատացնել միջազգային ատյաններ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլ բազմազան գեղեցիկ գաղափարներ, որոնց կխաբվին միայն այդ խոսքերը հավատացողները։ Պետք է զորանանք ազգովին, միասնական բռունցք դառնանք մեր թշնամիներու դեմ, թույլ չտալով, որ որևէ մեկը բաժնե մեր երկրորդ սուրբ երրորդությունը, Հայաստան, Արցախ և Սփյուռքը։ Մենք զորավոր ենք միասին, մենք կհաղթենք միասին։